ոնց որ մենք սանկցիաների տակ լինենք, այսինքն տոկոսադրույքներն են մեր մոտ։ Մեծ ճգնաժամ է իրականում հիմա։ Երբ որ դու տեսնում ես Տրամպը ոնց է Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը, ցենց իրան փոքր բալիկի նման պահում, հասկանում ես, որ իրականում Ամերիկայի դիրքերը այդքան էլ ուժեղ չեն։ Բայց մինչև հիմա ԱՄՆ-ն կա, Սովետ Միությունը չկա։ Ստեղծում է նոր աշխարհակարգ։ Երբ որ դու գնում ես Ամերիկա կամ չգիտեմ, եվրոպական մայրաքաղաքներ, իրավիճակը նայում ես զարուրում ես, չէ՞։ Ես քեզ լսում եմ ու հիշում եմ ռուսական լուրերը։ Դու զգում ես, որ քայլում ես Երևանի կենտրոնում, որ բավականին շատ միջին խավ կա։ Մեծ մաս են մարդկանց, ովքեր որ հարուստ են համարվում մեր երկրում, իրանց եկամուտները չեն գրանցում։ Այդ որտեղից այդ եկամուտը գալիս։ Մտնում ենք Եվրոմիություն։ Մի 30 տարի հետո, եթե սենց շարունակվի, Երևանը կարող ավելի զարգացած տեղ լինի, քան Լոնդոնը։ Բարև բոլորին, այսօր Հայ Գրիգորյանն է մեր հյուրը, Sharp Machine ներդրումային ֆոնդի հիմնադիր եւ տնօրեն։ Հայկ ջան, մերսի շատ որ եկել ես։ Առաջին հարցը կապված կլինի հիմիկվա շուկայի հետ։ Նայ, ոսկին հիմա թանկանում է, ETF-ները, ֆոնդերը թանկանում են, ռիսկային ակցիաները թանկանում են, այլ չգիտեմ, Bitcoin-ը կամ կրիպտո շուկան հիմա ընկել է, բայց էլ ինքն էլ էր թանկանում։ Բոլոր ակտիվները թանկանում են։ Միաժամանակ արդեն մոտ 2-3 տարի ես լսում եմ, որ Warren Buffett-ը, Bill Gates-ը կամ չգիտեմ, նման մարդիկ կանխիկացնում են իրանց փողը, դուրս են գալիս իրանց այդ ակտիվներից եւ առնում են ինչ-որ հողատարածքներ, ֆերմաներ, կարաս մի քիչ բացատրես ինչա կատարվում շուկայում ու արդյոք այդ մենք հիմա ունիկալ ինչ-որ իրավիճակի մեջ ենք ու տենց բան երբեք չի եղել։ Արմեն ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ հաճելի է այդ հարցը, ոնց որ միանգամից խփեցիր մանին, ցավոտ կետին կամ սուց վապրոս է, այսինքն հենց խորքային հարցին անդրադարձար, ինչա կատարվում շուկաներում։ Իրականում ես եթե մի քիչ հետ գնամ, վերջին 30 տարում 90-ականներից սկսած, երբ որ սառը պատերազմը ավարտվեց եւ այլն, սկսվեց տնտեսական մեծ հրաշք ընդհանուր առմամբ, այսինքն Չինաստանում տնտեսական նոր իրողություն էր ստեղծում, որ միանում էր գլոբալ աշխարհին, գլոբալիզացիա, ամենտեղ առևտուրը ավելի ինտեգրվում էր, ԱՄՆ-ում նույնպես տնտեսական մեծ աճ էր, ինտերնետի դարաշրջաններ սկսվում եւ այլն, ու բացի դրանից փողը էժանանում էր։ Որովհետեւ փողը այդ ժամանակ լավ թանկ էր համեմատության համար, ինչու, որովհետեւ 70-ականներին նավթային ճգնաժամ էր եղել եւ այլն, ինֆլյացիա էր եղել Ամերիկայում ու Volcker կենտրոնական բանկի նախագահ կար, որ ասենց շատ կտրուկ դրել էր ու տոկոսադրույքները բարձրացել էր, որպեսզի զսպեր այդ գնաճը, ու դրա արդյունքում պարտատոմսերը իրանք բարձր եկամտաբերություն ունեին Այն ժամանակ, այսինքն 70-80-ականներին բարձրացրել էր ու այդ բարձր մակարդակը կամաց սկսել էր իջնել, բայց այդ իջեցումը տևել էր 30 տարի, այսինքն այդ ամբողջ ընթացքում պարտատոմսերը թանկանում էին, ինքն տոկոսները իջնում է, պարտատոմսը թանկանում է, ու զուգահեռ դրան նաև արժեթղթերն էին թանկանում, որտեղ տնտեսական աճ կար եւ այլն, այսինքն երկու հիմնական ասեթները, ակտիվները, որոնք աշխարհում կան, լիկվիդային ակտիվները, ու բնականաբար real estate-ն էլ անշարժույթն էլ դրան զուգահեռ նույն ձևա պահում իրանք բոլորը գները բարձրանում էր, ու բացի դրանից արանքում էլ երբ որ տնտեսական ճգնաժամեր էր լինում, okay, 99-ից որ ինտերնետի փուչիկը 2001-ին 3, 2008 այդ ընթացքում այդ պարտատոմսերը, քանի որ համեմատաբար բարձր մակարդակի վրա էին, հանդիսանում էին բարձիկ, այսինքն արժեթղթեր ընկան, պարտատոմսերը ժամանակ բարձրանում էին եւ հակառակը, արժեթղթերը բարձրանում էին, պարտատոմսերը չէին իջնում էին, բայց ոչ այդքան, էլի ընդհանուր բարձրացման տենդենսի վրա էին, բայց իրար հետ որպես համադրություն, ասում են stock and bonds, 60-40 portfolio կարող է այդպես լսած լինեք, ինստիտուցիոնալ ներդրողների մոտ, կենսաթոշակային ֆոնդերում եւ այլն, այդ համադրությունն իր հետ շատ լավ աշխատել է այն ժամանակ, այդ 30 տարվա մեջ, որովհետեւ մեկը բարձրանում էր, մյուսը իջնում էր, իրար հետ էլի բարձրանում էին կամ այդքան չէին։ Այսինքն կարիք չկար ինչ-որ բարդ պորտֆել հավաքելու, ոսկի անշարժույթ։ Այդ parse ոնց որ բանաձևը ոնց որ լիներ golden ticket, այսինքն ուներ ու վերջել չէր մտածում, ընդհանուր քո կենսաթոշակը ապահովված էր։ Այդ ամեն ինչը փաստորեն հասանք մինչև COVID 2020-ին, COVID-ի ժամանակ ու դրանից անմիջապես հետո պետական պարտատոմսերի համաշխարհային պետական պարտատոմսերի կեսը արդեն բացասական տոկոսել, այնքան էլի չէ դառել բացասական, ոնց որ հատակը ծակել իջել էր ներքև։ Ինչ է դա նշանակում, այսինքն ես առնում եմ պարտատոմս ու մի հատ էլ կորցնում եմ փող։ Մի հատ է փող ես տալի։ Այո, դու COVID ասած Շվեյցարիայում, եթե անկամ Գերմանիայում,
դու պարտատոմսը առնում ես, մի հատ է փող էր տալի, որ այդ պարտատոմսը, այդ փողը որ ոնց որ տանում բանկում գումար էր դրում, մի հատ է փող էր տալի, որ այդ գումարը պահեն, վերցնեն ընդունեն։ Ասենք տարին, չգիտեմ, 0.25% կամ 0.5% անգամ։ Իհարկե այնտեղ կարաս օբյեկտիվ մտածես, ասես, դե որովհետև ես մտածում եմ, որ եվրոն կամ ֆրանկը կթանկանան, դրա համար ես պատրաստ եմ բացասական տոկոսների, ասենք համատած, ասենք դոլարի հետ։ Բայց ամեն դեպքում, այտենց վերցնես այդ ակտիվները, դրա կեսը, բաներ, բացասական տոկոսներ էին։ Դա ըստ փուչիկ էր արդեն դառը։ Պարտատոմսերը այնքան էին մեծացել, գները բարձրացել, որ անտրամաբանական էր, որ կեսը բացասական է։ Իսկ մնացած պարտատոմսերը կորպորատիվ եղել են, բոլորը ածանցվում են, չէ՞, պետականներից, ոնց որ պետականները համարում են ռիսկի ձեռք ու դրա վրա ինչ որ լրացուցիչ հավելավճարով մնացածներն էր։ Եվ եկավ 2022-ը արդեն, ինչ տեղ ունեցավ 2020-ին, երբ որ աշխարհը փակվեց, այդ լոկդաուն եղավ, եւ օբյեկտիվ պատճառներով տնտեսության մեծ մասը կանգնած էր, մարդիկ տանն էին, որպեսզի այդ մարդկանց ոնց որ ընթացիկ կյանքը չխաթարվի, որոշվեց կատարել quantitative easing, helicopter money անգամ տարբերակով, որ զուտ տպում էին, փողը տալիս էին մարդկանց։ Դա ճիշտ էր իրականում, ոնց որ ցույց տվեց ժամանակը։ Post factum ոնց որ թե չէ։ Այսինքն ճիշտ սխալը դժվարանում եմ ասեմ, բայց տնտեսությունները չկանգնեցին դրա շնորհիվ։ Տնտեսությունները նայ իրականում կանգնեցին այն առումով, որ լոկդաունը, այսինքն ապրանքը չի առաքվում, չի արտադրվում, ոչ մի չկա։ Բայց կար զարգացավ on-line էկոնոմիկան։ Ու մարդիկ on-line շարունակում են գնումներ on-line շարունակում են ինչ որ գնումներ անել, իհարկե, բայց դա հանգեցրեց ի վերջո նաև նրան, որ նախ on-line գնումներ անում էին, որտեղ փողը գալիս էր, այսպես թե այնպես, հա, եւ ծախսելու տեղը չկար, on-line են առնում, հետո սկսեցին գնալ պատտվել, երբ որ արդեն որոշ չափի բացվեց, բայց saving rate-ը շատ էր բարձրացել ու դրանից հետո ամեն դեպքում գնաճ սկսվեց, որտեղ արտադրություն չկար, գնումները կային ու մեծ գնաճ սկսվեց։ Այդ գնաճը ոչ միայն արտահայտվում էր բարենային ապրանքներում, այլ նաև այդ stock markets, արժեթղթերի շուկայում, անշարժ գույքի շուկայում եւ այլն։ Մարդիկ այդ գումարները, որ գալիս էր, ծախսելու տեղ չունեին, անգամ պատկես էր թե remote ես աշխատում, lockdown-ի մեջ ես չես կամ ոչ միտեղ գնաս, էլի ինչ որ paycheck-դ գալիս է, դու ինչ որ բան պիտի անես, ավելի շատ ես խնամ, հնարավորություն ես երկրորդ տուն առնել կամ մտնել արժեթղթերի շուկա։ Ու սկսեց sense մի հատ գմփոց լավ իմ բանը, դա melt-up են ասում։ Երբ որ արժեթղթերի շուկան կտրուկ բարձրացավ 2021-ի վերջի համեմատ, շատ 2000 կներես, ես խոսում եմ COVID-ի մասն, 2019-ին արդեն խոսում էր որ լավ բարձր են արժեթղթերը, հետո շատ կտրուկ անկում եղավ ու ել ավելի կտրուկ հետ աճ ու դրանից այդ մակարդակից շատ ավելի բարձր աճ։ Ու դա բերեց ի վերջո ինֆլյացիայի։ Այդ ինֆլյացիան սկսեց երևալ։ Երբ որ այդ ինֆլյացիան սկսած երևալ, արդեն սպասում էր կար, որ ի վերջո կենտրոնական բանկը պետք է տոկոսադրույքները բարձրացնել։ 2021-ի վերջին Powell-ը, հիշում եմ, արեց հայտարարություն, ասեց inflation is not transitionary anymore։ Այսինքն ինֆլյացիան այնպես չէ որ հիմա գնալու է կա, դառել ավելի ֆիքսված, ու մենք պետք է դրա դեմ ավելի լուրջ պայքարենք։ Եվ տենց ֆունդամենտալ տոկոսադրույքների բարձրացում սկսեց գնալ 2022-ին, եւ արդյունքում պիկից որ sense հաշվում ես քանի տոկոս անգել ինչ որ բանի գինը, պարտատոմսերը որպես ակտիվների դաս 150 տարվա մեջ ամենամեծ drawdown-ն են ունեցել։ Կարող է դա տենց մենք չենք լսել դրա մասին, մենք սովորաբար ավելի շատ արժեթղթերի drawdown-ների մասին ենք լսում 29 թվական կամ 2008-ին, որ եղել է 54%, չէ, բայց պարտատոմսերի drawdown վերջին 150 տարվա մեջ ամերիկյան պարտատոմսերի drawdown այդպեսի մեծ պետական չէր եղել 2022-ին, իսկ այդ գումարները շատ մեծ են, ընդհանուր այդ լիկվիդ ակտիվների չափը աշխարհում մոտ 500 տրիլիոն է, 500 տրիլիոն դոլար։ Այդ մենակ պարտատոմսերն։ Պարտատոմսերն ու արժեթղթերը, stock and bonds տկերը։ Իսկ պարտատոմսերը, որ ասում ես swap են ապրում, դու նկատի ունես, ինչ թվերի մասին է խոսքը։ Մոտավորապես ասենք 20-ից 40%։ Ենթադրենք, օրինակ, կարանք շատ կոպիտ հաշվենք։ Ենթադրենք 10 տարեկան պարտատոմս է։ 10 տարեկան պարտատոմսա, որը ըստ էության համարյա տոկոս չէր վճարում, դες 0.25 կամ ինչ, մեկ էլ հոբ սկսեց վճարել 5%։ Լավ։ Հիմա այդ 10 տարվա պարտատոմսի, եթե դու հաշվում ես իր միջին սպասված դրամական հոսքի ժամկետայնությունը, դյուրացիա, դրան ասում են դյուրացիա, դա մոտավորապես գալիս է 7-ից 8, հա։
Այդ 10-ը ոնց որ դիսկաունտ արվում, դառնում մոտավորապես 7-ից 8։ Դյուրացիայի մեկ այլ սահմանումը, ավելի ճշգրիտ սահմանումը դա այն թիվն է, որ մի տոկոսադրույքների փոփոխության արդյունքում քանի տոկոս է գինը փոխվում։ Եթե ասենք պարտատոմսերի դյուրացիան 7 է, ուրեմն մի տոկոս եթե պարտատոմսերը բարձրանում են, այլ միջինում, ինքը 7% գին ընկնում է։ Հիմա եթե 0%-ից բարձրացավ 5%, 5% փոխվեց, այդ 10 տարեկան պարտատոմսը միջինում 35% կընկնի։ Իհարկե այնտեղ ոչ գծային բան կա, այսինքն դյուրացիան փոխվում է ամեն անգամ 1% փոխվել, բայց միջինում այդ թվերը արժանահավատ են հնչում, էլի, այսինքն մենք ինքնես հաշվեցինք։ Ինչ տեղ ունեցավ, երբ որ այդ 500 տրիլիոնը, որ տարբեր տեղեր նստած է լուրջ ինստիտուտներում, շատ խոշոր գումարներ, սովերեն ֆոնդերից pension plan-ը, չի վերաբերում սովորական ներդրողների մասին։ Իրանք արդեն իրենց ներդրումային կոմիտեներում հարց են տալի, բա ինչ անենք, ոնց ենք պաշտպանվում այս ամեն ինչից, որովհետև սա նաև իրանք տեսան որպես երկարաժամկետ արդեն տրենդ որ գնալու է։ Այդ երկարաժամկետ տրենդը հիմա ինչով է արտահայտվում։ Ռուս-ուկրաինական պատերազմ եւ դեգլոբալիզացիա, ռեգիոնալիզացիա, չէ, աշխարհակահաղական առումով, ասենք Չինաստանը իր supply chain-ները արդեն Ամերիկայի supply chain-ների հետ չեն աշխատում, Ամերիկան Իրանն է սարքում, Չինաստանը Իրանն է սարքում, ու դա նշանակում է ինֆլյացիա լինելու, որովհետև եթե դու ունես նորմալ առևտուր, դու անում ես մի բան, որ դու լավ ես անում ու հակառակը առնում ես մյուսից, չէ, էժանով։ Իսկ նա դու ինքդ պետք է սարքես, բարձր ավելի թանկ է ստացվելու։ Բարձր կոմոդ ուրեմն գները բարձրանալու են։ Իսկ ինչ անել։ Չէ, մենք հələ ֆիքսում ենք այն, որ ընդհանուր առմամբ լինելու է ավելի երկարաժամկետ կտրվածքով ինֆլյացիա։ Համաշխարհային առումով։ Իսկ եթե այդպես է, նշանակում է տոկոսադրույքները չեն իջնելու, կամ եթե անգամ արհեստական իջեցում բերես տոկոսադրույքների, կլինի թուրքական սցենար, ոնց որ դիրան որ ընկնում է։ Հիմա այդ թուրքականացման սցենար մասնակի Ամերիկայում գնաց։ Այս տարվա սկզբներին մի երևույթ տեղի ունեցավ, առաջին անգամ շատ երկար ժամանակահատվածում Ամերիկան դրսևորեց բանանային պետության վարկ։ Ամերիկյան ֆինանսական շուկաները, երբ որ եւ արժեթղթերը ընկան, եւ պարտատոմսերը ընկան, եւ դոլարը ընկավ։ Երեքն էլ իրար հետ ընկան։ Սովորաբար գոնե մեկը հակառակ բարձրանում է։ Երեքի մեջ, եթե ինչ որ միած շոկ լինի։ Ոնց է դա կոչվում։ Ինչպես։ Դու ասիր բանանային պետություն, ասենք բանանային երկրներում, այսինքն որոնք զարգացած չեն, փոքր տնտեսություններ են, սովորաբար երբ շոկ է լինում, իրաց համ պարտատոմսերն են ընկնում, համ արժեթղթերը, համ այդ հենց այդ դրամը, որ այդ պետությունը ունի։ Ահա 3 գլխավոր սխալներ, որոնք թույլ են տալիս սկսնակ ներդրողների 90%-ը։ Երրորդ տեղը ներդրումներ կատարել, որովհետև հարևանն է խորհուրդ տվել կամ ընկերներն են գնել, դա կոչվում է FOMO, բաց սոված օգուտի վախ։ Դուք գնում եք այն, ինչը արդեն թանկացել է եւ ի վերջո մնում եք պարտված։ Դրանից խուսափելու համար գնումից առաջ ուսումնասիրեք ընկերության հաշվետվությունները հենց Freedom Broker-ի հավելվածում։ Սխալ համար 2. Գումարի 100%-ը ներդնել մեկ բաժնետոմսի մեջ, հույս ունենալով, որ այն կտրուկ կաճի։ Դա ներդրում չի, դա վիճակախաղ է։ Եթե այդ ընկերությունը փլուզվի, կփլուզվի քո ողջ կապիտալը։ Այստեղ քեզ կօգնի դիվերսիֆիկացումը եւ ճիշտ մարտավարությունը, որը փորձառու ֆինանսական էքսպերտները կօգնեն քեզ մշակել։ Եվ առաջին տեղում փորձել գուշակել, թե ինչպես կպահի իրան շուկան կատարելով հաճախակի գնումներ եւ վաճառքներ սեփական ռազմավարությանը հակառակ։ Այնպես որ ներդրիր գիտակցաբար Freedom Broker-ի հետ, ու եթե դեռ չունես հաշիվ, հղումը թողնում եմ ներքևում։ Գիտես, չեմ կարող ընկալեմ այդ ամեն ինչը, որովհետեւ ոնց որ թուրքական սցենարը, Թուրքիան բավականին փոքր տնտեսություն է Ամերիկայի հետ համեմատ։ Ես դրա համար մի քիչ շատ տենց խփող օրինակ եմ ասում, որ դու պատկերացնես ինչա տեղ ունեցել, ինչ փոփոխություններ է հիմա գլոբալ տեղ ունենում։ Դա այնա, որ վստահությունը ամերիկյան դոլարի նկատմամբ tipping point-ը արդեն մոտեցել ենք։ Եվ այդ 500 տրիլիոն դոլարը որպեսի պաշտպանեն, ինչա տեղ ունենում massայական վազք դեպի այլ ակտիվներ, որոնք որ ինչ որ չափով դիվերսիֆիկացիայի պոտենցիալ ունեն։ Այսինքն 2022-ից 2025-ի ընթացքում ոսկին 5 տրիլիոն էր, դարավ 15 տրիլիոն։ Մոտավորապես ոսկին ու բիթքոյնը իրար հետ ընդհանուր առմամբ։ Գնալիս ես ճիշտ եմ հասկանում, որ նայ այն մարդիկ, ովքեր որ պարզ բարերով փորձենք բացատրել, եթե ֆոնդերը ունեն ամերիկյան շուկայում ինչ որ ակտիվներ, ապա հիմա իրանք փորձում են գնել այլ ակտիվները, ալտերնատիվ ակտիվները տարբեր շուկաներից, եվրոպական ֆոնդերը, չինական, ոսկի, այլ ETF-ներ, պլյուս ինֆլյացիայի պատճառով աճում է
ամերիկյան շուկան ֆոնդային։ Ինֆլյացիայի պատճառով, այո, երկարաժամկետ սպասումները, որ ինֆլյացիան մեծանում է, բերում է նրան, որ նաև այդ հոսքը տեղի ունենում դեպի արժեթղթերի շուկա, որտեվ արժեթուղթը ի վերջո դա փայ է, չէ, ընկերության մեջ, ու այդ ընկերությունն էլ եթե ինֆլյացիա լինի, իր բոլոր գները բարձրացնելու ապրանքների ու շահույթն էլ է մեծանալու նոմինալ առումով։ Երկարաժամկետ կտրվածքով ինքը հեջավորվում է ինֆլյացիան, բայց շատ երկարաժամկետ, ավելի շատ այստեղ տես ինչ է տեղի ունենում։ Դու ինչպես նշեցիր, այո, խոշոր ֆոնդերը հիմա քայլ առ քայլ հնարավորինս փորձում են դիվերսիֆիկացնել իրանց ակտիվները։ Իրանց ակտիվների մեծ մասը բնականաբար լիկվիդային շուկաներում է, արժեթղթերի շուկա եւ պարտատոմսերի շուկա։ Պարտադիր չի մենակ ամերիկյան։ Խոսքը գնում է նաև եվրոպական պարտատոմսերի եւ արժեթղթերի շուկայի մասին կամ չինական։ Բայց այդ գումարները իրանք պետք է ազատեն միտեղից, այսինքն մի բան պետք է վաճառեն։ Այսինքն միտեղ բայց 500 տրիլիոնը պատկերացրու մի կողմի վրա, մի նժարի վրա, ոսկին, որ ես նշեցի, անհամատելի քաշեր են։ Այսինքն դա 5 տրիլիոն էր, սա 500, մի տոկոսն է 500-ի։ Ու այս շարժը, որ տեղի ունենում թեկուզ փոքր, այստեղ անհամատ մեծ արդյունք է տալիս։ Դրա համար հիմա մենք տեսնում ենք ոսկու գների այսպիսի run-up։ Ինքը իրականում vote-ա, քվեա ընդդեմ դասական ֆինանսական շուկաների։ Այսինքն դա ալտերնատիվ ակտիվ, որը հիմա շատ ավելի բարձր տոկոսային եկամտաբերություն է ապահովում, քան անգամ որոշ դասական ակցիաները, ETF-ները։ Եթե վերցնենք նույն ոսկին, ինքը այս պահի դրությամբ արդեն արժեթղթերի շուկային ինդեքսին վերջին 15 տարվա ընթացքում, եթե նայես կամ ինչ-որ տենց մեծ հորիզոն, անցել է ֆոնդերը, հիմա տեսնում են այդ մեծ ռիսկերը ֆինանսական շուկաների, բայց իրանք տեղով քայլում շատ մեծ են, դիվերսիֆիկացնելու տեղերն են փոքր են, քիչ են, բայց այդ հոսքը գնում է, ու դրա համար ենք մենք տեսնում տրենդ, որ Bitcoin-ը իրան լավ է պահում, ոսկին իրան շատ լավ է պահում, որ hedge ֆոնդերը իրանք նույնպես կրկնապատկվել են 3 տարում ակտիվները hedge ֆոնդերի մեջ 2.5-ից մինչև 4.5 տրիլիոն, կան նաև այլ ստրատեգիաներ, որոնք option based են, կոչվում են structured securities, որոնք օրինակ sense են էլի մոտ տարապես կոպիտ ասում է դու մի անհանգստացի S&P-ն եթե ընկնի դու չես կորցնի աճի դեպքում էլ այն 10% աճը կստանաս բայց պատալոկով էլ այսինքն 10%-ից վերևը էլ չես ստանա բայց ֆիքսած ոնց որ 0-ից 10-ի մեջ ես իհարկե դե footnote կա որ ասենք եթե S&P-ն 33%-ից ավել է ընկնում էլի քեզ չի պաշտպանում դե footnote-ը չեն են կարող բայց S&P-ն այդքան ընկնում ո որ S&P-ն հա դու պատմեցնեք 2008-ին 54% ընկել է նո հետո հետ է եկել բայց ինքը ինչ որ ժամկետների մեջ է structure note-ը ընդհանրենք 3 տարով կամ բան այդպես եւ երբեք պետք չի թերագնահատել ինչքան կարա արժեթղթի շուկան ընկնի իրականում կամ բարձրանա ես ուզում եմ հասկանալ սովորական ներդրողի համար դա ինչ է նշանակում նայ մի մարդ որը առնում է դասական ոնց որ ակցիաները ETF-ները S&P 500 Nvidia չգիտեմ TSM Semiconductor եւ այլն դասական ինչ որ տեխնոլոգիական պորտֆել օրինակ այդ ամեն ինչը ինքը անում է դոլարով դու հիմա ասում ես որ դոլարը կորցնում է իր վստահությունը ներդրողները ինստիտուցիոնալ նայում են դեպի այլ ակտիվներ ոսկի Bitcoin եւ այլն ինչ է լինելու այդ պորտֆելն այդ մարդկանց պորտֆելների հետ եթե ոչ մի բան չանես ինքը ոնց որ փոթորկոտ ընթացքի մեջ դու բան անես մի ոնց ասեմ մի ձևով գնաս էլի կամ ավելի պետքա դիվերսիֆիկացնել իրականում դիվերսիֆիկացիան միշտ օգնում է երբեք չի խանգարում այդ տենց խոսքա չէ diversification is the only lunch բայց ինքը արդեն դիվերսիֆիկացված է այսինքն ETF ակցիաներ ոսկի դե օրինակ որ դու նշեցիր ոսկի չէի նշել հիմա ավելացրեցիր ոսկին նու որպես նայ ես իմ պորտֆելի օրինակ եմ բերում 70% ETF եւ ռիսկային ակցիաներ 20% բան դիվիդենդային ֆոնդեր եւ 10% ալտերնատիվ ակտիվներ որի շարքում կա ոսկին ինձ թվում է բավականին պաշտպանված պորտֆել է ինձ թվում էր տենց բայց հիմա ես մտածում եմ օքեյ հիմա եթե դու ասում ես որ ինստիտուցիոնալ ինվեստորները նայում են դեպի ալտերնատիվ շուկաները դոլարի վստահությունը կորում է ապա ինչ է լինելու այդ ակտիվների հետ որոնք ամերիկյան շուկայում են գնված են դոլարի միջոցով հիմա նշեմ զուտ մենակ ամերիկյան ակտիվները արժեթղթերի շուկան նույնպես արդեն բավարար դիվերսիֆիկացիա չի որովհետեւ ամերիկյան ակտիվները ահագին մեծ կենտրոնացում գնացել է դեպի տեխնոլոգիական ոլորտ այսպեսի խոսք կա ամերիկյան բնակչության աշխարհի 4%-ն է, չէ, GDP-ն 20%-ն է, արժեթղթի շուկան 76%-ն է։ Այսինքն այդ իմբալանսը որ դու տեսնում ես, բայց միևնույն ժամանակ զուգահեռ տեսնում ես որ
Չինաստանում իրանց խոշորագույն քաղաքի տնտեսական կլաստերը Silicon Valley-ից իրականում մեծ է ու Չինաստանը հիմա նույն Հայաստանում առանց չինական այս տեխնոլոգիաների մենք շատ ավելի վատ կենցաղ կունենայինք ու կյանք կունենայինք, նենց որ դա Ամերիկայից է գալիս, հա, մենք Չինաստանից ենք մեր այդ ամբողջ։ Եթե կա օրինակ հիմա աշխարհակական ընտրության COVID ասած շատ չոր կտրուկ, դու կարող ավելի շատ դուժես, եթե Չինաստանից հրաժարվես, ոնց որ հիմա Կիպրոսում է։ Կիպրոսում ես 10 օրվա մեջ տեսա երկու էլեկտրական մեքենա, մի հատ BYD, մի հատ Tesla, այնը Tesla-ն կանգնած էր օդանավակայանի պարկինգում, լիցքավորման կայանում էլի, ազատ չէր պատտվում բնության մեջ։ Այդ առումով պետքա նայել եւ աշխարհագրական դիվերսիֆիկացիա արժեթղթերի շուկայի եւ նաեւ սեկտորալ դիվերսիֆիկացիա, այսինքն Nvidia-ն եւ այլն իրանք շատ իհարկե արդեն հասել է 5 տրիլիոն կապիտալիզացիա Nvidia-ն ու ընդհանրապես չեմ ուզում ճոր կոնկրետ տաններ տալ, բայց որպես սկզբունք պետք է հասկանանք, որ արժեթղթերի շուկան ինքը այդպես էֆիրային է, էլի, ոնց տենց լավ աճել է, նույն հավանականությամբ կարա լավ ընկնի։ Իր չընկնելու հիմնական շնորհքից մեկը դոլարի թուլությունն է։ Այսինքն այդ ֆունդամենտալ դոլարը որ թուլացել է, մարդիկ մտածում են, որ այս ավելի multinational-ները ավելի լավ են, քան թե պաշտպանելու համար։ Բայց ես քեզ մի երկու ցուցանիշ բերեմ։ Ուրեմն 2021-ի սկզբին ընդհանուր S&P 500 ընկերությունների համախառն net income-ը, այսինքն շահույթը, մոտավորապես 1.14 տրիլիոն էր, ու trailing 12 months, վերջին 12 ամիս, այդ պահի դրությամբ 2021-ի սկզբին առաջին երամսյակի հաշվարկներով, այդ 1.14-ը դարել է 2.04, մոտ 73% աճ ունես, հենց մի քանի օր առաջ էի նայում, իսկ այդ նույն ընթացքում free cash flow-ն 1.34-ից 1.34 տրիլիոնից դարել է 1.4 տրիլիոն, այսինքն ընդհանուր 4% աճ է 4 տարվա մեջ, հատկացրեցիր, այսինքն ինչ է տեղի ունենում, ընկերությունը ինքը հիմա ավելի շատ շահույթ է ցույց տալի հաշվապահորեն, քան թե դրամական հոսք, այսինքն դա փուչ կա ձևավորում ու ժամանակին դա բերելու է ինչ-որ գնի նվազմանը։ Ես մեծ տվյալների դաշտ չունեմ, այսինքն ես վերջին 25 տարվա տվյալներ ունեմ, իմ հասանելիության տակ է, ավելի տենց գումար չեմ վճարել ավելի շատ տվյալներ ունենալու համար, բայց կարելի է ինչ-որ տեղ դա հանել հաշվել, ինձ թվում է հանրային էլ կա դա, բայց համենայնպես վերջին 25 տարվա նման սցենարները, երբ որ եղել է մեծ շահույթի այսպես run up, բայց cash flow-ն չի տենց մեծացել, սովորաբար հաջորդել է, որ շահույթը հետա իջել դեպի cash flow-ն, ոչ թե հակառակը cash flow-ն է բարձրացել, բայց կարող cash flow-ն բարձրանա, ես դժվարանում եմ ասեմ, որ սցենարը կլինի, իհարկե եւ 2001-3-ի դեպքում եւ 2006-7-ին արդեն տենց բան երևույթներ եղել են։ Երկունդեղ հիմնական ֆակտոր կա, ճիշտ 3, հիմա որ ես նայում եմ, առաջինը բնականաբար տեխնոլոգիական ընկերությունների investment-ն է, այսինքն իրանք ինչ են անում, data center-ներ են սարքում եւ այլն AI factory-ներ են սարքում, այդ hyperscaler-ները եւ դա չեն ամորտիզացնում բնականաբար մի անգամից, չէ, ժամանակ է պետք որ դա գումար բերի եւ այլն, ու դա փաստորեն դրա համար է իրանց free cash flow-ն լավ վատանում, որտեղ իրանք ներդրումներ են անում, ինչ որ առումով օպտիմիստական սպասումներով, բայց եթե այդ օպտիմիստական սպասումները չարթրանան, իրանք write down անեն, այսինքն այդ write down անեն այդ բաները, ներդրումները որ արել են։ Իսկ այդ ներդրումները պետք է արագ գան, by the way, այսինքն ենթադրենք, եթե դու Nvidia ինչ որ կոնկրետ չիպերի նոր որոշակի սերնդով բան է սարքել, AI factory է սարքել, իր օգտակար կյանքը այդքան էլ մեծ չի։ Ինչև 2 տարի, չնայած նրանց բիզնես պլանների մեջ ամորտիզացիան նշվում է 4-5 տարի։ Այսինքն իրանք պլանավորում են բանը, պլանավորում են փոխել այդ չիպերը այտենց 4-5 տարվա ընթացքում, կամ 4-5 տարի, բայց փաստացի 2 տարի, 1 տարի հետո այդ չիպերը արդեն բանին պետք չեն։ Նաև հաշվի առնելով ինչքան արագ է տեխնոլոգիական առումով մի թոքնի գինի իջնում, չէ, այսինքն եթե ավելի հզոր չիպ է գալիս, եւ դու մեկը քո subscriber-ին տարին, չգիտեմ, տարին չանալավ ամիսը $20 ես չարժանում, որպես ChatGPT-ն օգտագործի, հարաբերականորեն նոր չիպով ավելի մրցունակ ես կարում 10, որտեղ մի թոքնիկին ավելի էժան է, մեկ երթին չի կանում դա մատակարարի, ուրիշ բան, որ այդ սահմանափակում լինի, բայց սրան ես հիմա մի հատ հետ կվերադառնամ։ Երկրորդ խնդիրը այդ տոկոսադրույքների բարձրացումն է բանկային համակարգում։
Օրինակ բանկային համակարգում դու ունես լիքը ակտիվներ, ենթադրենք պարտատոմսեր ես առել, հաշապահորեն այնտեղ 3 ձև կա, դու ոնց ես պահում քո մոտ։ Մեկը կոչվում է երկուսն է այստեղ կարևոր, մեկը կոչվում է hold to maturity, մյուսը կոչվում է for trade։ Այսինքն եթե դու նպատակ ունես, եթե առնես ծախես եւ այլն, հաշապահորեն ամեն օրվա իր գնի փոփոխությունը դու վնաս կամ եկամուտ ես ճանաչում։ Իսկ եթե hold to maturity-ը կարևոր չի, որովհետեւ մեկը վերջում այդ բոնդը դու գումար հետ ես ստանալու։ Բայց արդյունքում ինչա տեղ ունենում, որ դու փաստացի mark to market եթե չես անում, տոկոսադրույքները բարձրանում են, դու վնաս չես ցույց տալիս։ Այդ խնդիրը գոյություն ունի։ Բայց մի հատ հարց, այսքան խոսացինք շուկաներից, մի հատ գնանք դեպի ոնց որ շուկայի benchmark-ը, Warren Buffett-ի պահվածքը ու իր գործողությունները։ Խե այդ մարդը ոնց որ խորհուրդ տալիս կանխիկ պահել, հանել, ոնց որ կանխիկացնել գումարը, հանել բոլոր ակտիվներից։ Քո կարծիքով ինչա ինքը տենց անում ու ինչա խորհուրդ տալիս նման բաներ։ Ջան վերջին անգամ երբ է տենց բան ասել։ Իսկ վերջի 2 տարվա ընթացքում բարբերաբար երկարաժամկետ ասում, հա։ Դե գիտես, ճիշտն ասած, այնպես չի որ Warren Buffett-ի այդ market timing-ը, այսինքն ինքը որոշում արժե թղթերում պահի, թե cash-ով պահի, իր համար գումար է բերել։ Այսինքն կան հաշվարկներ, որ եթե ինքը դա չանի, ավելի շատ գումար կաշխատեր։ Այո, այդ նոր ուզում էի պատմել այդ պատմությունը, որ հենց այդ ժամանակվանից երբ որ ինքը Bill Gates-ի հետ սկսել է ընկերություն անել, Bill Gates-ը աշխատել է ինչ-որ դարել ավելի հարուստ չգիտեմ 40%-ով, բայց եթե չլսեր Warren Buffett-ին, հիմա կունենար մոտ 1 տրիլիոն չծախեր։ Հա, բայց իրավունք պետք էր այդ 1 տրիլիոնը։ Այդ էլ է հարց։ Այսինքն, տես, եթե դու արդեն հարուստ ես, just to keep your wealth, generational wealth ասած ասենք միլիարդների մասն է խոսքը, եթե ուզում ես այդ միլիարդները պահես, դու չես կարող որոշես, որ ամբողջ գումարը դնում ես technology sector, որովհետև օրինակ նույն technology sector-ը 2001-ից 3-ում Nasdaq-ը գիտես պիկից ինչքան է անկել։ Կռահիր 40 87%։ Ну այն ժամանակ հասկանում ես, այն ժամանակ տեխնոլոգի սեկտորը հələ այդքան վստահություն չէր արել։ Համաձայն եմ, հա, այսինքն նույն Amazon-ը կամ չգիտեմ, տենց անուններ կային, որ 94% drawdown ունեցավ Amazon-ը։ Դու դրանից հետո, բայց ինչ այլոց հենց Bezos-ը պատմում էր, որ այդ 94%-ը երբ որ իջել էր, իրանց բոլոր ցուցանիշները անընդհատ լավանում էին ու իրանք ոչ մի խնդիր չեն ունեցել այդ ամբողջ ընթացքում, հա, ի վերջո դուրս են եկել էլի այդ արժեթով, այսինքն stock-երը ասում են on a short term they are a voting machine, on a long term they are a weighing machine, stock market-ը։ Բայց նայ, всё же, եթե դու պատմում ես, որ ինֆլյացիա երկարաժամկետ պետք է սպասել ինֆլյացիային։ Ես չեմ ուզում վախեցնել մարդկանց հանեն գումարները։ Ես ասում եմ պետք է դիվերսիֆիկացնել։ Հակառակ անգամ, եթե լինելու է ինֆլյացիա, ես տեսնում եմ, որ դու ասում ես գնաճ եւ այլն, ինչու այդ դեպքում ընկերությունների բաժնետոմսերը չպետք է աճեն։ Ավելի արագ, քան ինֆլյացիա։ Դե մի քիչ տամ ակադեմիական միգուցե պատասխան, որովհետեւ ընկերության բաժնետոմսերը այնտեղ հավասարումը սպասվող դրամական հոսքերն են։ Դե ցանկացած ակտիվի միջայլոց սահմանումը դա որն է, սպասվող դրամական հոսքերի ներկա արժեքը։ Չէ՞, ցանկացած ակտիվի, որ ակտիվիզմ ես վերցրու։ Հիմա, տես, երբ որ այդ դրամական հոսքերը սկսում ես դիսկոնտավորել ավելի մեծ թվով, որովհետեւ ինֆլյացիան մեծացել է, դիսկոնտը, ռիսկը մեծացել է։ Այդ նույն դրամական հոսքը փաստորեն այսօր ավելի քիչ արժեք ունի։ Okay, դու ասում ես այդ բանը մտնում է նաև cash flow-ի մեջ, չէ՞, cash flow-ն էլ է սկսում մեծանալ։ Ես դրա համար եմ ասում, ի վերջո դա բերում է նրան, որ արժեթղթի շուկան դրա համար այդ ավելի լավ է իրան պահում կամ բալերը կսպասեն։ Բայց մեկ անորոշությունները մեծանում են ու եթե հիմա կտրուկ օրինակ այդ սպասումները, որ ու բացի դրանից Powell-ը լսում է Trump-ին ու տոկոսադրույքը իջացնում է, այսինքն նոմինալ բան անում, այդ դիսկոնտը ոնց որ փոքրացնում է եւ օրինակ Զիմբաբվեն, okay, Զիմբաբվեն ունեցել է hyper bad inflation, բայց իր արժեթղթերի շուկան թե նոմինալ նայում ես կամ Վենեսուելան լավ էլ աճում են, անընդհատ աճում են, անընդհատ, sense թռնում են, Թուրքիայում էլ է տենց, Թուրքիայում տարին 40-50% արժեթղթերի շուկան լիրայով աճում է, գնա մտի։ Բնականաբար հատկապես եթե ընտրություն չկա, արժեթղթերի շուկան դառնում է ինչ որ ձև պահելու տարբերակներից մեկը դոլարը վատագույն տարբերակ, եթե դու տանես բարձր պահես, դա վատագույն տարբերակն է դառնում։ Բայց այնտեղ կա նաև այդ խնդիրը, որ ի վերջո կարող է որոշում կայացվի, որ չէ, մենք սրա դեմ պայքարում ենք, հա, եւ չենք թողում uncontrollable inflation։ Այդ սցենարում արժեթղթերը կարող են իրենց վատ պահեն։ Նույն 70-ական, 80-ականների սկիզբ մինչև այդ պերիոդը, որ նայում ես, 10-15 տարին ամերիկյան արժեթղթերի շուկան էլ ինքը շատ վոլատիլ է եղել,
ասենք կարող 2 տարի շատ լավ է եղել, 2 տարի շատ վատ է եղել եւ այլն, միջինում 0 է կանգնել։ Միջինում 0 է կանգնել։ Ու հետ գալով այս անգամ ոսկին նորից անգամ այսքան լավ պայմանները, որ մենք նշում ենք, արդյոք աճում են եւ այլն, հիմա որ նայում ենք ոսկին փաստացի այս ամբողջ ընթացքում ավելի լավ է պահել։ Մենք այս թեման քննարկում ենք, բայց բարա, այտենց ինքը այտենց երկար քննարկելու թեմա է իրականում։ Ծանր թեմա է, որովհետեւ ասենք այդ ինձ էլ շատ բաներ པարզ չեն եղել, կամ հիմա էլ կարող է པարզ չեն, բայց հիմա իմ մոտ ավելի մեծ վստահություն կա, որ այո, շատ դժվար ժամանակներ է։ Այդպես երբ որ համադրում ես աշխարհակականությունը, երբ որ դու տեսնում ես Տրամպը ոնց է Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը, ասենք իրան փոքր բալիկի նման պահում, իսկ նա հակառակը ծանր պահում, հասկանում ես, որ իրական Ամերիկայի դիրքերը այդքան էլ ուժեղ չեն ու դա տնտեսական ցուցանիշների, այտենց valuation-ների վրա ինչ որ անհասկանալի դիսբալանս է։ Մենք կարանք ասենք, որ մենք հիմա մարդկության ու տնտեսության են փուլում ենք, երբ որ փոխվում է գերիշխող ուժը, ոնց որ եղել է, չգիտեմ, Հոլանդիան ժամանակին փոխվել է, Պորտուգալիա, Անգլիա, Այո, մենք կարող ենք դրա մասին ասել։ Ըստ իս կարող ենք ասել, ես ապրելով 10 տարի ԱՄՆ-ում, այնտեղի մշակույթը վերցնելով, տեսնելով, մեծ ճգնաժամ է իրականում հիմա մեծ հնարավորություն է նաև իհարկե ցանկացած ճգնաժամ հնարավորություն է, փաստացի միջին խավը Ամերիկայում շարունակաբար հիմա squeeze-ի տակ է, հա, փոքրանում է, 90-ականներին 61%-ներ միջին խավ, հիմա 51%-ը։ Ամեն $1000 ավակ ընկերն է նշել, ես իրեն եմ մեջբերում, հաշվարկները ես չեմ արել, բայց վստահում եմ իրան, տան գների ամեն $1000 աճը այսօր Ամերիկայում 115,000 ընտանիքի դուրս է թողնում շուկայից։ Հետաքրքիր է Հայաստանի հաշվարկները տեսնել։ Այդպեսի ինչպես նույն տենդենսները Հայաստանում են տեղի ունենում, չէ՞։ Իհարկե այստեղ մեծ ավելի շատ շինարարություն է գնում բայց ես չգիտեմ բաշխումը։ Համենայն դեպս օրենսդրական դիստրիբյուցիաների բաների տեսանկյունից Հայաստանում կարծես այդքան է վատ չի։ Ես որքան վերջերս եմ հետևել Gini ինդեքսի առումով մեր մոտ լավացում է։ Ինչ է նշանակում Gini ինդեքսը դա ցույց է տալիս անհավասարությունը, ինչքան ինդեքսը բարձր է, այնքան անհավասարությունը բարձր է։ Այսինքն այն ամենահարուստ 1%-ը ենթադրենք եթե ավելի շատ հարստություն ունի, դա ավելի վատ է։ Ում այստեղ դատայի պակաս կա, որովհետև մեր հարուստները հիմնականում են մեր հարուստները եկել են 90-ականներից մեծ մասը ու դեռ չի ձևավորվել նոր հարուստների խավը, որը վաստակել է իր գումարը լեգալ ձևով ու իրանց կապիտալները թափանցիկ են։ Դրա համար մեծ մաս են մարդկանց, ովքեր որ հարուստ են համարվում մեր երկրում, իրանց եկամուտները չեն գրանցում։ Այդ նախկին իշխանություններն են, ներկա իշխանության ներկայացուցիչներն են, ինձ թվում է օլիգարխիկ համակարգի մարդիկ են ու իրանց հարստությունը դու չես կարա այդ ինդեքսի մեջ հաշվես, ներառես։ Ինքը չի երևում ուղղակի։ Հա, բայց 7 տարի առաջ չէ, չէր երևում։ Unless քո ասածը, ասենք որ տրենդը գնում է ու իրանք ավելի շատ են սկսում ցույց տալ իրանց մեծ ընտանիքի առումով, հա։ Տես, եթե քո ասածը զուտ որ չի երևում, Okay, բայց 7 տարի առաջ չէր երևում։ 7-8 տարի առաջ միջին աշխատավարձը Հայաստանում շատ ավելի ցածր էր ու դրա շնորհիվ ոնց որ տարբերությունը շատ ավելի մեծ էր։ Այսինքն հարուստները կային այդ երկրում, բայց աղքատները շատ ավելի աղքատ են։ Հիմա աղքատները իրանց եկամուտը ոնց որ շատացել է, բայց հարուստները մինչև հիմա նույն ձև թաքցնում են իրենց եկամուտները։ Բնականաբար հարուստները ավելի են հարստացել, բայց նույն հարաբերականն է կարևոր, այսինքն 2.5, 2.7 կամ 3.5 միլիոն մարդ հիմա հարաբերականորեն ոնց են ապրում եւ ընդհանուր իրանց հարուստ անեկդոտիկ տես շատեր ունեն ինչ որ չգիտեմ, ենթադրենք մի հատ միտեղ վարձով տալիս էին կամ մի հատ փոքր խանութ ունեին եւ այլն ընդհանուր դու զգում ես որ քայլում ես Երևանի կենտրոնում որ բավականին շատ միջին խավ կա ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա գները լավ բարձր են բայց էլի մարդիկ նստում են եւ այլն այսինքն այդ որտեղից այդ եկամուտը գալիս ուրեմն ինչ որ միջին խավ կա որը թափանիվի մեջ աշխատում է դրսից այդ գումարը գալի թե ներսում այլի ինչ որ ձևով պատտվում այդ կարող է հարցի երկրորդական կողմն է ռուս-ուկրաինական այդ պատերազմի windfall-ներից է որ մեզ է հասել բայց փաստացի մենք տեսնում ենք մեր երկրում որոշակի այդ դրական փոփոխությունը որը հարց է իհարկե երկարաժամկետ լինելու թե կարճաժամկետ նորից հետ են գալու նույն կոնտրաստ աշտակի առաջ
չեմ կարծում որ դա տենց ի վերջո այն որ հիմա այստեղ տեխնոլոգիաներ են գալիս նույն AI factory-ներ են սարքվում այդ դրա մասին չասեցի ես հիմա կամ դրան անդրադառնամ ինչու է նոք Հայաստանում AI factory սարքվում կան իհարկե այդ օբյեկտիվ պատճառները որ այստեղ տեխնոլոգիան ավելի զարգացել է տելեկոմունիկացիան որպես ոլորտ ավելի հասունացած է հարաբերականորեն կողքի շրջանների բայց նաև էներգետիկ ոլորտը այստեղ ենթակառուցվածքներ կան մենք ենթակառուցվածքներ ունենք այսինքն ես որքան տեղյակ եմ իրանք ունեն ուղիղ հասանելիություն որոշակի մատակարարում ստանալու են հենց ատոմակայանից հա դա ի վերջո կարող է նշանակի որ ամեն մեկս ինչ որ մի փոքր գումարել մեր մոտից ենք դնում այդ AI factory մեջ հա որպես սպառողներ հա ոնց որ մեր ինքնարժեքը ինչ որ առումով բարձրանում է թե այն լավ կտորը դու տալիս ես առանձին այն մարդկանց նաև դա այն պատճառով է տեղ ունենում որ նույն ԱՄՆ-ում այդ AI factory-ները սարքելու capacity-ին սահմանափակ է, որովհետև ազատ այդ ցանցը արդեն համապատասխան չկա, power plant-ներ չկան։ Ընդհանրապես մի քանի օր առաջ Սատյան Microsoft-ի CEO-ն հեն հարցին, որ Nvidia-ի տնօրենը Jensen ասում է, որ GPU-ները bottleneck են հանդիսանում, այսինքն բոլորը հիմա GPU են ուզում, մենք չենք ասում այդ GPU-ները արտադրենք, ասում են կներես, բայց իմ մոտ մանա բանը փոշի անստում վրան մի մասի վրա որտեվ ես չեմ կարողանում իրանք կպցնեմ plugin անեմ քանի որ հոսանք չկա այդքան հոսանք չունեմ այսինքն ուրիշ ինքը նշում է bottleneck-ը ուրիշ տեղ ռեալ տնտեսության մեջ չկա աստորեն power plants եւ այլն իսկ այդ մասով նույն Չինաստանը շատ ավելի առաջ է անցել Ամերիկայից ու իրանք անգամ զապասով ոնց որ ունեն այդ ամեն ինչու կարան իրանք ավելի scalable են այդ առումով այսինքն իրանք նախապես դա ոնց որ պատրաստել են այդ ենթակառուցվածքները ենթակառուցվածքները նաև իրանք ոչ թե մենակ AI-ի համար են սարքել իրանք այն ժողովրդի համար են սարքել այսինքն որ Չինաստանում մի սերնդի արդյունքում չքավոր մարկանցից դարել են կրթված բոլորը եւ շատ ասենք հերթեր են պահում եւ այլն ցիվիլ հասարակություն է իսկ հակառակը երբ որ դու գնում ես Ամերիկա կամ չգիտեմ եվրոպական մայրաքաղաքներ իրավիճակը նայում ես զարհուրում ես չէ մենք Չիկագոյի ենք ապրում ասենք 2000 Չիկագոն էլ ինք իր խնդիրներ ունի բնականաբար հարավում հատկապես բայց այդ խնդիրները նաեւ հստակ սկսեցին երևալ կոവിഡ്ից հետո եւ օրինակ ինչ դեպք պատմեմ ասենք երեխայից դպրոցում մի օր երեխաս այդ օրը դպրոց չի գնացել բարեբախտաբար երկու ծնով հոշեն իրար վրա բան քաշել զենք քաշել լոկդաուն էլ արհե դպրոցը ու այդպես հետո ասել լավ ամեն ինչ նորմալ է ասենք տենց բաները մեր մոտ չկան հա բայց դա ինդիկատոր է հասարակական հիվանդության որ Ամերիկայում այդ անհավասարությունը եւ այլն ինքը չի բուժվում ու խորանում է այսինքն կրթության մեջ ներդրումներ չեն արվում Հայաստանում էլ իրականում չեն արվում բայց մենք փաստացի ավելի տենց լինելով բան հասարակություն, տենց փոքր ցեղասպանությունից փրկված հասարակություն, իրար ավելի փոխօգնող, հասկացող տեսակով ավելի լավ վիճակում են գտնվում։ Նենց բան ես պատմում, ես քեզ լսում եմ ու հիշում եմ ռուսական լուրերը։ Տարիների, տասնյակ տարիների ընթացքում սովետական միության ժամանակվանից իրանք ասում են, որ դոլարը ընկնելու է ամերիկան փուչկա իրանց պետական պարտքը ահրելի մեծ հասարակությունը հիվանդ է եւ ընդհանրապես երկիրը երկիր չի բայց մինչեւ հիմա ԱՄՆ-ն ընկա սովետ միությունը չկա ճիշտ ես ասում այս սովետական միությունից հետո ռուսական քարոզչությունն էլ է նույն բանը շարունակել ասել Միչայլոց որտեվ ես սովետականը չեմ հիշում բայց ռուսականն եմ հիշում ես էլ չեմ հիշում բայց նայել եմ հա չէ նույն ալիքի վրա տես իրականում ես չեմ ասում Ամերիկան փլուզվելու է, բայց տես մասշտաբները, այսինքն 1948 թվականին, հա, այդ երկրորդ համաշխարհից հետո եւ կարգը հաստատվել էր, Ամերիկան եղել է աշխարհի տնտեսության մեծամասնությունը։ Հետո 99-ին նույնպես ունեցել է հսկա գերիշխող դիրք, բայց 90-ականներից մինչև 25 իրավիճակը փոխվեց։ Այդ ոչ գծային ձևով փոխվեց, այսինքն Չինաստանի տարեկան 10% տնտեսական աճը ոնց որ ցածր բազայից, բայց 1.5 միլիարդ մարդու համար գնաց, հիմա հասավ այն պահին, որ չէ, Չինաստանը հիմա ավելի մեծ է։ Ու ավելի շատ նաև կարա արդեն փաստորեն սկսի ասել։
Այսինքն խնդիրը արդեն այդ tipping point-ի հարցն է։ Իրանք կարող է early, they were early maybe for 20 or 40 years։ Ու ես չեմ ասում Ամերիկան փլուզվելու է, այլ ստեղծում է նոր աշխարհակարգ։ Ռեյ Դալիոն էլ է ասում դրա մասին Միչայլոց։ Ռեյ Դալիոն ռուսական քարոզչամեքենայի մաս չի։ Ու նաև արտադրների շուկան է ասում, ոսկին է ասում, այդ ամեն ինչը որպես ինդիկատոր երևում է։ Եվ իհարկե Ամերիկային ինքը շատ հզոր երկիր է, ինովացիան այնտեղ ամենասուպերն է, բայց այդ ինովացիային մասնակցումը բնակչության ոչ ամբողջ մասը, այլ փոքր մասը, ընդհանրենք 10-ից 20%-ն է, որ ռեալ տնտեսությանը մասնակցում է։ Ու այդ խնդիրները, եթե Ամերիկան չլուծի, բնականաբար ոնց որ այդ լիդերությունը հարաբերականորեն դժվար է արդեն պահելը։ Քո կարծիքով Տրամպը ավելի է մոտեցնում այդ այդ ասեմ այդ երբ որ հիշում եմ տեխնոլոգի համայնքը շատ ողջավորված էր, ասում էր, օ Իլոն Մասկը եկավ, հիմա այս բանի հարցը լուծելու է, այս պարկի հարցը, չգիտեմ, excessive պետական ապարատի հարցը եւ այլն եւ այլն։ Ես ասում եի, ռոդ, այս իրականում ոտին է գցելու ու երևա ինչքան բարդ խնդիր է ու դա հակառակ արագացնի այն process-ը, որ վայ, փաստորեն խնդիրը լուծելի չի, հա, որտեվ երբ որ դու շատ հանգիստ փոքր կոնֆերանսներում, ասենք ներդրումային կոնֆերանսներում լուրջ մարդիկ այնտեղ պատմում են, ասում են, նայ, էսի կտրենք, էսի ռեալիստիկա, բայց վերջը գալիս է նրան, որ ասենք թոշակները պետքա փոքրացնել կամ defense-ը փոքրացնել եւ այն ինչ-որ տեղ չկա։ Եվ իմիջիայլոց այդ ինֆլյացիայի ու տոկոսադրույքների ինֆլյացիան նաև ինչ-որ ձևաչափ է բան անել, այն պարկը որ կուտակել ես, բան ջրել գնել, թողել, փսկցնել ժամանակի ընթացքում, հա, այսինքն նաև դրա պատճառով է, որ մարդիկ ռացիոնալ հասկանում են, որ ինֆլյացիան բարձր է լինելու երկարաժամկետ, որովհետև ԱՄՆ կառավարության շահերից է այդ բարձր ինֆլյացիան, որ ինքը պարկից ազատվի։ Հետաքրքիր է։ Ժամանակն է սովորել չիներեն։ Չէ, իսկ անգլերեն էլի կմնա միջազգային լեզու եւ նորից ամերիկան հարաբերականորեն ես նշեցի ինքը բնակչության 4%-ն է, GDP 20%-ն է, 20%-ը 0 չի, ոչ էլ բան single digit, հա։ Ինքը էլի նշանակալի է, ինքը գերիշխում է տեխնոլոգիական ոլորտում, բայց այդ տեխնոլոգիական ոլորտի գերիշխանությունն էլ AI-ը դեռ 22-ին համարվում էր, որ մենակ Ամերիկան է լինելու այս թեմայի մեջ։ Բայց իրանք հիմա էլ են զսպում աճը միջազգային շուկայի, այսինքն իրանք քանի որ հսկում են այդ TSM Semiconductor, իրանք քանի որ ունեն Nvidia եւ այլ ընկերություններ, իրանք ոնց որ կարան թելադրեն, թե ինչքան է GPU-ներից կհասնի ապրես, այդ թելադրում են ու արդյունքում ինչ ա եղել 3 տարում իրանք սահմանափակեցին Nvidia-ի նոր GPU-ների արտահանումը Չինաստան։ Այո։ Ու Չինաստանը շատ արագ այդ տեխնոլոգիաներով catch-up սկսեց լինել, այնքան արագ, որ իրանք հասկացան, որ ավելի լավ է այս բանը զսպանակը բաց թողեն, որովհետև իրանք այնտեղ բան են ստեղծում, տեխնոլոգիական կլաստեր են ստեղծում։ Ու իրանք մեկը շարունակելու են դա անել։ Դե հա, շարունակելու են դա անել, բայց նաև այդ բարձր նաև բանակցությունների արդյունքում եղավ, բայց որքան իմացա վերջերս բան են արել, այդ հանել են այդ հենց վերջերս, այսինքն Տրամպի ու Չինաստանի նախագահի հանդիպման արդյունքում, հա, հասկանում։ Դասի, իսկ սովորական քաղաքացու համար դա ինչ է նշանակում Հայաստանի քաղաքացու համար, որ green card-ին դիմել արդեն ոնց որ տես, եթե ներդրման տեսանկյունից նայենք, ներդրումների տեսանկյունից, բայց մենք դրա մասին խոսացինք, պետք է ավելի դիվերսիֆիկացնել, այսինքն օրինակի համար, եթե դու նայում ես քո պորտֆելում մենակ տեխնոլոգիական ու մենակ ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններ, այնք 5 ստոկ, Դա բանը դիվերսիֆիկացիա չեղավ։ Այսինքն դու դա չես կարող համարես, որ բայց կարող է դու ուզում ես բան անես, փորձես գմփցնես, ասենք 2x անես, 5x անես, նաև կախված է քո նպատակից։ Ես այդ առումով միած սկզբունք եմ կիսում, որ եթե ես ինքս դա կիրառում եմ ինքս իմ կյանքում, որ եթե դու ուզում ես ինչ-որ մի հատ մեծ արդյունքի հասնես, պետք է կոնկրետ ինչ-որ ֆոկուս լինես, ինչ-որ բանի մեջ եւ որտեղ Excel լինես, որ լինես լավագույնը եւ այլն, ասենք T-shape-ի նման։ Բայց հիմա եթե արդեն դու ստեղծել ես, ասենք հարուստ ընտանիք ես, որ այդ ընտանիքների մասն էիր պատմում, ու իրանք ենթադրենք ուզում են այդ հաստությունը ինչ-որ պահեն երեխեքի համար, ինչ-որ նպատակներ եւ այլն, այդ մյուս հարցն է, էլի, վերջ ինչի համար, բայց այդ հաստությունը ուզում են պահեն, դե արդեն դիվերսիֆիկացված ավելի լուրջ ձևերով է։ Այսինքն եթե քո ներդրման հորիզոնը
30 տարի է մոտավորապես դու չես կարող սահմանափակվես մենակ ամերիկյան շուկայով, ամերիկյան մարքետով։ Մենակ ամերիկյան շուկայով կամ մենակ առավել եւս մի քանի արժեթղթերով, եւ այդ դիվերսիֆիկացիան գիտես ոնց է նաեւ վերևում։ Ես օրինակ այդպես հաշվարկ էի արել, շատ པարզ, ասենք ենթարենք 95 թվականից կամ 97 թվականից դե վերցնես ասենք 1500 $ արժեթղթերը ամեն մեկից հավասար առնես ու պահես, մոռանաս դրա մասին 30 տարի, դու ի վերջո S&P-ից էլ լավ կաշխատես։ Այո։ Որտեղ ոնց էլի այնտեղ կան այդ winner-ները, որոնք որ ծլեղ ծաղկելու են, էլի։ Բայց եթե դու օրինակի համար հենց դեմից ընդամենը վերցնես 10 հատ արժեթուղթ ու պահես այդ այնց երկար, ասենք չկպնես։ Հավանականությունը որ դու բիթ ես անելու S&P-ին կամ 3% լինի կամ 5% լինի։ Բան ավելացնում են դու չես կարող մարդուն որ հատկացնում աներդերումների համար $100 ամսական, ասես 100 ընկերցամ բան վարժնետոմս։ Դե ուրեմն պետք է բան ETF առնես, բայց եթե ինք ուզում են ինչ-որ բաներ սովորի, ընդհանրենք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվություններ կարդա, այդ ընկերությունների մասին կամ ոլորտի մասին տեղեկանա եւ այլն, կարող է իմաստ ունի $100 դնի Nvidia-ի մեջ։ Ես չեմ ասում չանի։ Բայց այդ պարագայում ինքը պետք է իմանա, որ իր return-ի մի մասը կամ զգալի մասը ավելի շատ կարա լինի իր կրթությունը ու հետո ինքը իր բիզնեսի մեջ դնի կամ չգիտեմ այդ ոլորտը ավելի լավ հասկանալով հաջորդ օր անգամ մի հատ ավելի early winner գտնի եւ այլն, ասենք կախված է այդ մարդու ֆոկուսից։ Հետաքրքիր է։ Նու ամեն դեպքում ներդնել պետք է ու ավելի լավ է, քան բարձի տակ դնելը, դրա համար այստեղ ոնց որ այդ թեման չենք քննարկում, բայց սովորական կենսաղային կյանքը քաղաքացու ոնց է փոխվելու այդ տնտեսական խաղերի պատճառով։ Հիմա արդեն փոխվում է, մենք արդեն դասգում ենք ու ինչ այլս։ Մեքենաները առաջին ոնց որ ամեներևացող բանն է, որ մենք տեսնում ենք հիմա, բայց էլ ինչ, որովհետև հիմա նայ մարդիկ հատեցնում են այդ էլեկտրական մեքենաները, բայց ասում են դե մեկը չինական է։ Ճիշտ է, 10 տարի առաջ լրիվ ուրիշ չինական որակ էր, հիմա լրիվ ուրիշ, ու համոզված եմ 10 տարի հետո լրիվ այլ պատկեր է լինելու, բայց բացի մեքենաներից էլ ինչ ազդակներ կան։ Ես ասեմ այդ եկեք չթերագնահատենք, օքեյ, չինական է, լավ, 3 տարի կքշես, հետո կգցես մի կողմ, ենթադրենք դա է վատագույն սցենան, բայց $20,000 է ստղա ընդամենը։ Այդ նույն համարժեք որակի ու մանի ֆիլի, ասենք հոնգչի ավտոները ժամանակին $80,000 են եղել կամ $100,000։ Հիմա 20,000 են։ Ու ընդհանրապես այդ $20,000-անոց մեքենան Նյու Յորքում չես տեսնի։ Այնտեղ չկան այդպիսի էժան մեքենաներ։ Այդ որակի, հա։ Այսինքն մենք այդ արդեն առավելություն ունենք, որ գտնվելով այդպիսի պլաստերի մեջ ռեգիոնալ մրցակցությունների, ոչ մեկ մեզ ոնց ասած չի ասում, հե չբերեք չինական, օրինակ, հա, Հունաստանում կամ Կիպրոսում չեն թողում։ Հա, կամ այդպես մեծ է դրած իրանց վրա այդ բաները, ու այնտեղ խնդիր այդքան չկա։ Այդ դեպքում իմաստը որն է գնալ, փորձել ձգտվել, գնալ, մտնել Եվրոմիություն։ Պետք չի, ըստ իս դա սխալ է։ Պետք չի գնալ։ Պետք է ոնց է դառնա սովետական միության պերիֆերիա։ Մեզ ավելի լավ է լինել էս արանքում ոնց է Շվեյցարիան, այսինքն հատկապես կոնֆլիկտային բաների ժամանակ, ընթացքների ժամանակ լինել չեզոք տեղում, որտեղ այդ ոնց որ ռուսները կգան կամ այստեղ մի հատ ճգնաժամ եղա պարսիկների դեկում իրան գան եւ այլն, ավելի լավ տեղ է աշխարհակական դիրքավորվածության, քան թե գնալ մի հատ ալյանսի կպնել, հետո իր հետ մի հատ գնալ պատերազմը։ Հա, մի հատ իր հետ միասին փլուզվել, բար ժամանակներ ապրել։ Հա, միանշանակ, այստեղ մի քիչ չեմ հասկանում ճշնացած այդ որոշումը, ոնց որ գիտես 20 տարով ուշացած որոշում լինի, ավելի շատ 40 տարով ուշացած այդ Եվրոմիություն մտնելը։ Հա, անիմաստ SEV-ի կտրելու ենք։ Հա։ Բայց դա ես ճիշտ ասած չեմ հետևում շատ հիմա հայկական ներքին քաղաքականությանը։ Հա, բայց դա հնարավոր չի չնկատել, էլի ես էլ չեմ հետևում, բայց դու տեսնում ես մեկ էլ հոբ ասում են, որ մենք արդեն ընդունել ենք օրենք, որի հետ համաձայն մենք մտնում ենք Եվրոմիություն։ Այն որ ասում է, ուզում է ամուսնանա, ասում է ես որոշել եմ ամուսնանալ, բայց այն կողմից էլ անգամ չեն համաձայնում։ Ասում է զուրնադոլով գնում են որ ամուսնանա։ Չէ, այնտեղից էլ ասում են դա լավ որոշում է, դա ցույց է տալիս ժողովրդի կամքը։ Իրանց չինովնիկները, չէ՞։ Հա, այն որ միշտ այնց անկապ նույն ձևի անկապ չինովնիկներն էլ ընդեղ։ Ես ասեմ, ասված տա բոլորս էլ երկար ապրենք, մի 30 տարի հետո, եթե սենց շարունակվի, Երևանը կարող ավելի զարգացած տեղ լինի, քան Լոնդոնը կամ Փարիզ։ Կարող է ավելի ապահով լինի։ Ապահով, հա, նաև այդ առումով էլի, այսինքն այն ինչ որ իրանք անում են ավելի շատ այսպես ոնց ասեմ, սեփական երկրի զարգացմանը, տեսլականը թողած մի կողմ, ու այդ առումով իմիջայլոց
Տես այդ շատ կարևոր հարց է։ Այդ մենք միշտ երկար տրենդերը չենք նայում, հա։ Այդ չքննարկեցինք, մենակ խոսեցինք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչ ա եղել, բայց տնտեսական կյանքը աշխարհում գնացել էր տարամիտման ճանապարհով մինչև 1960-ական թվականները։ Այս տարամիտում, այսինքն divergence, երբ որ այսպես է գնում էլի, այդ ինչ էր եղել, նույն Ամերիկան զարգացած industrial nations, առաջին իհարկե սկսվել է Մեծ Բրիտանիայից, հա, ինդուստրիալիզացիայից հետո իրանց կյանքի մակարդակը, տնտեսական ու ռազմական պոտենցիալը ու հնարավորությունները շատ ավելի առաջանցիկ են գնացել, քան թե աշխարհի մնացած մասը։ Ճիշտ է։ Ու այդ տարբերությունը անընդհատ մեծացել է, անընդհատ 60-ականներից հետո այդ տրենդը մասնակիորեն փոխվել է ու հատկապես արևելյան Ասիայի երկրների դեպքում, որոնք որ ասենք առաջինը Սինգապուրն էր, Հարավային Կորեան, թե Ճապոնիան ինչ որտեղ արդեն outlier էր, որտեղ իրանք 10-րդ դարի վերջին գնացին ինդուստրիալիզացիայի մեջինգի պերիոդից հետո նորից վերականգնվեցին երկրորդ համաշխարհայինից հետո Չինաստանը ընդորում այդ կարող ենք ասել իհարկե որ նաև Ամերիկայի բարյացակամության արդյունքներ ու տրամադրվածության, բայց եթե իրանք իմանային որ Չինաստանը այսքան զարգանալու է, չեմ կարծում որ այն ժամանակ այդ բանը անեին, բացեին շուկաները, հա, ասեին մենք ներդրումներ կբերենք եւ այլն։ Դա հիմա արդեն ուշ է ու 1.5 միլիարդոնոց երկիր։ Ու հիմա նույն Չինաստանը արդեն նույն շատ մեծ երկրների համար օրինակ է ծառայում, նույն Հնդկաստանի համար կամ աֆրիկյան երկրներում 1 միլիոն չինասի, 1-ից 2 միլիոն չինասի աֆրիկյան երկրներում ապրում է, հա, ու աշխատում է, այսինքն այնտեղ կարող ենք դա համարենք նոր կոլոնիզացիան, գաղութարարության դարաշրջան, բայց այդ գաղութարարությունը առնվազն էլի win-win է, էլի ինչ որ ձեռնտու են երկրներին ում կոլոնիզացնում են։ Հետաքրքիր է։ Իսկ քո կարծիքով պոտենցիալ կա Հայաստանում չինական ներդրումներ բերելու։ Հա, իրանք ամեն տեղից ներդրումներ բերելու պոտենցիալ կա, ասեմ քեզ ուղղակի Չինաստանը մի քիչ լավ բարդ երկիր է, էլի, ու իրանց երբ որ դու հետևում ես իրանց լուրերով, ու իրանց տնտեսության մասին լսում ես լուրերից, ամեն ինչ թվում է շատ հստակ, շատ sense պլանավորված, բայց հաստացի դու տեսնում ես, որ կա այնտեղ կուսակցություն մի հատ մեծ կամ բիզնեսմեններ, այդ բիզնեսմենները ղեկավարվում են կուսակցության կողմից, այդ բիզնեսմեններն էլ նենց լավ սիրում են փողը, չինացիք ընդհանրապես շատ են փողը սիրում, ստանում են պետությունից այդ փողը ու ուղղակի ռուսերեն ասած осваивают, այսինքն փորձում են մի ձեղ լվան այդ փողը, այսինքն նենց չի այնտեղ ամեն ինչ այդքան հեշտ է գնում։ Ուղղակի ինձ թվում է ծավալների շնորհիվ իրանք շարժվում են առաջ, չի կարող այդ մեծ գունդը չգլորվի իր քաշի միջոցն ու շնորհիվ առաջ այդ տնտեսությունը։ Դրա համար ինձ թվում է, ասենք անգամ այդ ներդրումներ բերելը եւ այլն, երբ որ մենք խոսում ենք ներդրումներից ու ստեղ ներդրում բերելու մասին, մենք պետք է հասկանանք, որ շատ ուրիշ մշակույթ է, շատ ուրիշ։ Տես այնտեղ խոսքը շատ տեխնոլոգիաների մասին է, այսինքն այդ ապրանքը, որ այնտեղ գնաց բերես, առնես, հա, կարող է ինչ որ հարաբերություն զարգացնես, քեզ տան ծրի, հա, ինչ որ մաս, ինչ որ բան կամ տեխնոլոգիա, դա համար արդեն ներդրում, պարտադիր չի դու դե իրանց գումար տաս այդ մասով, սկզբի մասով, բայց բազմաշերտ աշխատես, yəni արաբական աշխարհից ներդրումը բերես, տեխնոլոգիան Չինաստանից բերես, իսկ մեկ այլ պարտներդ լինի Ամերիկայից ու վաճառես Ամերիկայում կամ Եվրոպայում։ Ну, չգիտեմ, որ չեմ կարա վստահ լինեմ, որ չինացիք կարան ինչ-որ բան ձերի տան, Չէ, նկատի ունեմ տեստային, բայց տեստային գիտես ինչ տարբեր մասշտաբների մասին ենք խոսում, ինչի մասն է, ենթադրենք, եթե դու դա տեղավորում ես իրանց աշխարհակական ծրագրերի շրջանակում Road and Belts, հա, ոչ մի հատ պրոյեկտ է, որ այդտեղ պետք է արվի ու Չինաստանից պետք է այսքան բան բերվի հասվից, դա հնարավոր է, բայց այստեղ խոսքը մի քիչ լուրջ բանն է, պետական մակարդակի աշխատանքի մասին է։ Դες անգամ մենք մասնավոր մակարդակում այդ մեր մոտ հաճախ այդ մեր հայկական հեքիաթներում երևում է, էլի այդ հիվանդությունները, որ բնորոշ են, էլի մեր փոքր ավելի sense գավառական մտածելակերպին, այն ցիտիկը, որ փուշը հանում է, փուշով գնում է, ասում է, բանը, լավաշատ, լոշիկա վերցում, լոշիկով այնտեղ կարա վերցում եւ այլն։ Դա տրանզակցիոն, ասենք մի տեղից հանի, մի տեղ տանի, կարճ ժամկետ եւ այլն։ Այդ դրանից պետք է նախ վեր գնալ, այդ մի հարց։ Երկրորդ հնարավորությունները ավելի լայն տեսնել,
այն ախերք մարդու նման չլինի, որ հնարավորությունը քթի տակ է, ինքը պարզապես չի տեսնում, որտեղ ինքը ուրիշ բանի մասին է մտածում կամ մասշտաբը չի պատկերացնում։ Այդ այնքան վառ տենց օրինակներ եմ տեսել վերջին մի ամիսը, որ ոնց որ այդ հեքիաթների մանտատ հիշում եմ։ Այդ նաև մոտ պետք է հաճախ անգամ նյութականից վերև գնալ մարդկանց հետ կապեր ձևավորել, հետո նոր խոսալ բիզնեսից։ Մենք հաճախ ուզում ենք որ գնանք այտենց արևելյան մշակույթներում բիզնես անենք, բայց այդ մշակույթները մի հատ չիմանալով չիմանալ ոնց է աշխատում ընդհանրապես։ Բայց մենք ամենալավ կետում ենք այդ առումով, ասենքն մշակույթներ հասկանալու եւ այլն, բարձա եվրոպացիքից, ամերիկացիքից, եթե sense վերցնենք, ես Աբու Դաբիում էի, բայց վիզուալ իմ համար ավելի հասկանալի է, ասենք ես համ ամերիկացու հետ ավելի, եթե վերցնեմ օրինակ չինացի ամերիկացի, ես մեջտեղն եմ, վերցնեմ չինացի արաբ, ես մեջտեղն եմ, վերցնեմ ռուս արաբ, էլի ես մեջտեղ եմ, կարող է ռուս եվրոպացի վերցնեմ, մեջտեղը չլինեմ, բայց էլի տենց ընդհանուր եթե ծանոթության կենտրոնում եթե նայես, մեր մտածողության, մեր մշակույթի մարդը կարա լինի կամուրջ։ Ու մենք այդ պետք է օգտագործենք այս աշխարհում, այս տարածաշրջանում, այս ժամանակում, ինձ թվում է դա մեծ հնարավորություն է մեր երկրում։ Ինձ թվում է Հայաստանից քիչ խոսացին, գիտես այսօր։ Ուզում եմ դրանից էլ մի քիչ խոսանք, ինչա կատարվում Հայաստանում, հասկացանք, որ 30 տարի հետո սա այստեղը կարող լինի ավելի ոնց որ լավը, քան Լոնդոնը եւ այլն, քան եվրոպական քաղաքները, այդ ամեն ինչը հարաբերական է, բարձա, բայց եթե մենք նայենք հիմա ինչա կատարվում տնտեսության մեջ ու այդքան էլ ամեն ինչ հասկանալի չի։ Մենք նայում ենք կենտրոնական բանկի տոկոսը 6 ու 8 են որոշել իջեցնել, չէ՞, վերջերս, բայց հետո մենք գնում ենք բանկեր, մենք տեսնում ենք այլ պատկերը 13%-ով ինչ որ հիպոթեք են տալիս, ինչ որ տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն է Ուկրաինայի վրա հարձակվել, ոչ թե Ռուսաստանը։ Ոնց որ մենք սանկցիաների տակ լինենք, այսինքն տոկոսադրույքներն են մեր մոտ։ Ինչի հետ է դա կապված, ինչի կենտրոնական բանկը ոնց որ մտցնում է կոպիտ ասած օրենք, լավ, պայման է ստեղծում, ինչ որ ասում է, որ խաղի կանոնները այսպեսին են, բայց չի հետևում, որ խաղի կանոնները պահպանվեն բանկերի կողմից։ Ոնց է դա լինում։ Դե պետք է նայել իրականում այդ 6 ու 13% այդ ռիսկի մարժան, որ վերցնում են բանկերը, փաստացի ինչի է վերածում, իրականում բնականաբար վերջին մի քանի տարիներին բանկերի շահույթները զգալիորեն աճել են, բայց նաև պետական քաղաքականության արդյունք է, այսինքն դու նշեցիր կենտրոնական բանկի առումով, որ ինքը վերաֆինանսում տոկոսադրույք է ֆիքսել, բայց ֆիսկալ գործիքներով հիմա ինչ է տեղի ունենում, ասենք օքեյ դրելա 13%, բայց դու գնում ես ու ասում ես եկամտահարկը վերադարձնում եմ, չէ՞, ու Երևանի համար արդեն չէ, բայց ինչ տեղի ունեցավ Երևանի համար էլ էր դա կապ չունի հիմա 10-ը թե 13-ը մեծ հաշվով քեզ հետաքրքիր չի, որովհետև դու այն գումարը, որ տալիս էիր հարկ, հիմա զուտ փոխակերպվում է գնում է բանկին վարկի տոկոսամուծում։ Բայց ես չեմ ուզում եկամտահարկով ինչ որ բան վերցնեմ, ես ուզում եմ սովորական վարկ վերցնել։ Դու ուզում ես սովորական վարկ, բայց ես նկատի ունեմ ընդհանուրի մեջ ծավալային այդ վարկային երևույթը, որ բանկը ինչքան տոկոս է դնում, մեկը սպառողին չհետաքրքիր չի, որովհետև դա սուբսիդավորվում է, բերում է նրան, որ բանկը միջինում ավելի բարձր տոկոս կարա դնի, որովհետև էլաստիկությունը այդ տոկոսի ու քո պահանջարկի փոքրացրել է։ Հալա, բայց հիմա չկա արդեն նման պայման, բայց այդ պայմանը դեռ կա իհարկե մարզերի համար։ Մարզերի, բայց հիմնական գնումները կատարվում են Երևանում։ Երևանի համար այս պայմանը արդեն չի գործում։ Երևանի կպած մասերին գործում է, ըստ էության դեռ Երևանի արվարձաններում գործում է։ Նայ, կան մի քանի պրոյեկտներ, հին նախագծեր, վերջին բնակարաններն են ոնց որ ասում են, բայց ամեն դեպքում նոր նախագծերի համար, որոնք շատ ավելի լավն են, շատ ավելի հետաքրքիր են, շատ ավելի գրավիչ են գնորդների համար, այդ ամեն ինչը չի գործում։ Մարդիկ ուզում են առնեն դեռ ոնց որ չի սպառվել այդ պահանջարկը, բայց միևնույն ժամանակ տոկոսադրույքը մնում է նույն։ Ինքը կայուն է, ինքը չի փոխվում։ Որ հարցնում են կենտրոնական բանկի նախագահին կամ բանկերին այդ հարցը, որ ուղղում են, իրանք ասում են, որ պահանջարկը շատ է բարձր է, դրա համար տոկոսադրույքը բարձր է, բայց դա անտրամաբանական է, որովհետև եթե աշխարհում կա ինֆլյացիա, այդ փողը միտեղ պետքա դնել, այսինքն ներդրումները ներգրավելը ավելի հեշտ է հիմա։ Չէ, նայ, տես, նորից հիմա կանք, այո, պահանջարկը բարձր է, դու ունես որոշակի խնայած գումար, ենթադրենք ունես բնակարան, ուզում ես մի հատ սեփական տուն առնես կամ մի երկրորդ բնակարան առնես, հատկապես գիտակցելով, որ այս փողը ինֆլյացիան բարձր է, բան չի անելու, հա։ Ինչ ես անում, սենց ես հաշվարկանում, ասենք դնեմ down payment, հա, կանխավճար ու վերցնեմ տուն։
եթե դու բնականաբար լրացուցիչ ներդրումային բան ես ստեղծում, պահանջարկ ես ստեղծում։ Իսկ դու գնում ես բանկը փաստորեն ոչ թե 5 հոգու է նայում, այլ 20 հոգու է նայում, որոնք որ եկել են այդ խնդրանքով, որ վարկ ստանան։ Բնականաբար այդ 20 հոգի են գալի, ինքը ոչ թե 12.5 է դնում, այլ 13։ Այսինքն դա բնականաբար բերում է այդ տոկոսադրույքների բարձրացման, ինչու՞ չէ։ Հենց այդ տրամաբանական կապը կա։ Կա միանշանակ, բայց ես չեմ հավատում, որ իրանք չունեն հնարավորություն այդ ֆանդինգը ստանալու ավելի մեծ ծավալի, ավելի շատ գումար ներգրավելու, այսինքն գումարի իջացնային տոկոսը ավելի շատ չէ, իրանք ասում են, որ տոկոսը մենք պահում ենք բարձր, որովհետև մենք չունենք այդքան փող, որ սաղին, որ ուզում է հիպոթեկ, տանք այդ հիպոթեկը։ Հա, պահանջարկը բարձր է, առաջարկը սահմանափակ է։ Հիմա այդ առաջարկը խի է սահմանափակ։ Ես դեռ չեմ տեսնում թափանցիկություն բանկերի կողմից, այսինքն ես չեմ հավատում, որ իրենք չեն կարա այդ առաջարկը շատացնեն։ Դու պատկերացրա, ես վերջերս էի նայում 10 մինչև 2021 թվականը բազմաբնականան շենքերի ազգավիճակական ծառայության տվյալներն են, բազմաբնականան շենքերի քանի քառակուսի մետր էր հանձնվում շահագործման, մոտապես տարեկան միջինում։ Մի մարդու Չէ, ընդհանուր հանրապետություն։ Լավ, վերասենք մի 100,000 ավելի շատ, 200, 250, 180, նայես տարին, հա, տենց ինչ-որ թվեր են։ 23 թվականը 24-ը դեռ ամփոփած չէր, ոնց որ թե։ Հիմա 25-ի մեջ ենք, չէ։ Չէ, ուրեմն 24-ը կար արդեն։ 24-ին եղել էր 2.5 միլիոն քառակուսի մետր։ Հա, 2.5 միլիոն հանձնվել է։ Այո, հանձնվել է շահագործման։ Okay։ Բայց սենց էր աճում։ Տրաֆիկը սենց էր աճում։ 25-ին հաստատ 3 միլիոնից վերև է լինելու արդեն այդ թիվը։ Այսինքն հսկայական շինարարություն է գնում։ Այո։ Ու այդ հսկայական շինարարությունը ինչ որ տեղ արդեն կարա վերածվի փուչիկի, չէ, որ եթե տոկոսադրույքը սենց մնա ու ոչ մեկ չկարողանա իրեն թույլ տալ բնակարանը, վերածվել է փուչիկի իհարկե։ Տես չէ, հակառակն է կա։ Եթե ես տոկոսադրույքը ցածր եմ պահում, այո, էլ ավելի շատ նորից էլի մարդիկ են գալի, նորից հոսքա գնում ու նորից շինարարության ալիք է։ Այսինքն ինչ որ տեղ էլ պահանջարկը որոշ չափի զսպվում է, շինարարության ոնց որ ծավալներն էլ արդեն այդքան մեծ չեն լինում, ամեն տարի ավելի մեծ։ Դա վերում է նաև գերտակացման։ Հա, բայց նենց չի շինարարությունը կա, իսկ պահանջարկը չկա ու նենց չի, մենք արդեն այդ ամեն ինչը հագեցրել ենք ու բոլոր այն մարդիկ, ում որ պետք էր բնակարան, արդեն ունեն բնակարան, բայց շինարարությունը գնում է, չկա տենց բան։ Հա, այդ հարցը, այսինքն պես 2006-7 թվականների շինարական բումը որ եղավ, այն ժամանակ համախառն ներքին արդյունքի կեսը շինարարությունն էր։ Տենց թվեր էր մոտավորապես։ Հիմա ինչքան է։ Ես չգիտեմ, բայց զգալի կլինի։ Էլի զգալի է, այսինքն այնտեղ ես չեմ բանանի, բացառի, որ մեր մոտ էլ արդեն այդ փուչիկային մակարդակներն է, համենայնպես ես ասեմ, ես անձամբ Հայաստանում բնակարան չունեմ։ Այսինքն ես էլ դեռ տենց մանր մեջ եմ մտել։ Բայց գնացի այդ Meridian Expo կենտրոներ, կողքս մի հատ կիներ ինքը սենց ոնց որ սեմշկիկ բնակարաններ էր վերցնում։ Ու կային էլի տենց սենց զգացում է, որ ինքը դա անում է ոչ թե որպես զուտ ներդրում է։ Էդի առողջ չի։ Առողջ չի։ Ես արդեն այդտեղ ոնց որ ման եմ տենում էլի, խնդիր եմ տենում։ Հետո երկրորդը այդ բնակարանները ընդհանուր նաև միջոցառում կար Power Consulting Days, Կենտրոնական բանկի փոխնախագահներ ներկայացնում, պաշտոնական նույն իրանց ռիփորտների մեջ դա կա, ներում էր որ Հայաստանում խնայողության մակարդակը լավ բարձրացել է, այսինքն ինքը տենց 5-ից 7% շրջանակում էր թե ինչքան, հիմա տենց բարձրացել է արդեն երկնիշ թվերի մեջ է խնայողությունը, որ մարդիկ անում են, բայց որ նայում ես այդ խնայողությունը ուր է գնում, ամբողջը գնում է անշարժ գույք, ուրիշ տեղ չի գնում, էլի ինչ որ ուրիշ տեղ գնալու տեղը չկա առնապես, իհարկե էդ է զարգանում, պարտատոմսերի շուկա, դեռաժողովրդի շուկան այդքան չի զարգացել։ Ու այդտեղ ինչ որտեղ բալանսավորելու այդ պահանջարկը ու շինարարության ծավալները նաև աշխարհագրությունը, ես եթե policy maker լինեի, կմտածեի։ Ու այդ առումով դա ոնց որ իրանց պատասխանները ինձ չի զարմացնում կամ ես չի ասի որ չէ լավ, այտենց չպետք է լինի, հա։ Ես այդ դեպքում չեմ հասկանում, նայ, եթե բանկերը մեկը տալիս են բարձր տոկոսադրույքով իրենց վարկերը, իմաստը որն է երկրի համար ցածր տոկոսադրույքի, այսինքն բանկը հնարավորություն ունի էժան փողը ստանալու պետությունից,
բայց հնարավորություն չունի այժմ փողը տալ հաճախորդներին։ Ու իմաստը որն է քաղաքացիների համար այդ ցածր տոկոսադրույքի պետական։ Դե չես կարող ասես հիմա եթե ենթադրենք այդ 6 ու 8 չլներ այլներ 8.5 կարող է 13-ի փոխարեն լինել 16 կամ 15 այդ պետք է նայել այդ spread-ը ինքը աշխատում է թե չի աշխատում։ Հասկանում ես ինքը ոնց որ տոկոսադրույքը իջեցնում են, Հա։ բայց ոչ մի պայման չի փոխվում հաճախորդի համար վերջնական։ Էդին որոշակի ժամանակային լագ ունի եւ այլն ու իսկապես դա անկատար գործիք է, այսինքն կենտրոնական բանկը ցանկանում է միգուցե ընդհանուր բան անել, այսինքն ավելի լայնողական մոնետար քաղաքականություն, ինքը դա անում է այն հույսով, տես ինքը ինչ անում, դա այդ տոկոսը եթե նայում ես պարտատոմսերի այս կորը տարբեր ժամկետանությամբ, ինքը իջացնում է այս կետը։ Այն հույսով որ այս կետը պետք է արժի 10 տարվա բանի վրա, ռիսկի վրա, դա այդքան միանշանակ չի, որտեղ ռիսկի պրեմիումը այստեղ 10 տարի աստեմ մի օր է։ Ինքն այդ անցումները զարգացած շուկաները, հիմա օրինակ իմիջիալոց այդ նշեմ, հետ գալով Ամերիկային, անցած տարվա վերջին, երբ որ տոկոսադրույքները իջացրին Ամերիկայում, այդ նույն ձևի, բանը հիպոթեքի տոկոսները բարձրացան։ Խի Որովհետև ռիսկի պրեմիումը հակառակը բարձրացավ, որովհետև տեսան, որ սա բանա premature է, այսինքն սա չպետք է լիներ, որովհետև այս պատճառով երկարաժամկետում ինֆլյացիան աճելու է։ Դրա համար այդ հիպոթեքի տոկոսները բարձրացան, որոնք 10 տարվա հորիզոն են կամ 30 տարվա հորիզոն են։ Հիմա այդ առումով այդ կապերը այդքան է միանշանակ չեն, որ անգամ եթե իրանք ուզենան օբյեկտիվ եւ այլն, շուկան դա բանա նույն ձևի ռիսկ բանա ռեակտ անելու, տես չի։ Բայց դու ինչ չես առնում բնակարան Հայաստանում։ Չունեմ գումար խանեմ։ Հիպոթեկ 6.3%-ով։ Չունեմ, ես ստարտափ եմ անում, ես 4 համակ հացի վրա եմ։ That's a very lean։ Այ, բարձա։ Իսկ ես ասում որ անառողջ է, երբ որ մարդիկ ցած ներդնում են մենակ, նու բարձա դիվերսիֆիկացիա հարց կա, բայց ինչ ռիսկ կա այստեղ։ Դե տես, էդի նույնն է, եթե դու առնում ես 10 տուն կամ 5, ուրեմն 4 հապտի վարձով տաս, չէ, ոչ դու չես ապրելու ֆիզիկապես այնտեղ։ Նախ դու դրանով նու որպես ներդրող ռիսկերը զուտ մեծանում են, որովհետև եթե այդքան կարող է վարձակալ չլինի, որոնք որ կան այդ 4 տունը վերցնեն քեզնից։ Թե լավ, մեկը մի օր կծախես, ուրեմն շատ ավելի թանկ գնովով ասես, որ ստեղ այդ բայց կապը կորում է, ասածը սենա, որ երբ որ կա համապատասխան, որ ասենք ենթադրենք տարին 30,000 ընտանիք որ գալիս է, կամ չի թիվը չեմ իմանում։ 30,000 ընտանիք որ տան կարիք է ունենալու, այդ 30,000-ն է ամեն մեկը տուն է առնում, այդ մի սցենար է versus որ այս տարի 30,000 ընտանիք կարիք ունենալու, բայց սարքումը 120,000-ը։ Այս սարքումը 120,000-ը, որովհետև ներդրողները առնում են այն սպասումով, որ իրենք վարձով են տալու։ Ու այդտեղ կարող է ոնց որ ասած սխալ հաշվարկ գնա։ Այսինքն բոլորը առնեն, ենթադրենք մի հատ մեծ թաղամաս սարքվի, բոլորը առնեն վարձով տալու համար, հետո վերջում բացի որ ոչ ոք վարձով չի ուզում այդ տները վերցնի։ Էզուտ այդ մասով նկատի ունեմ, հա։ Քան դու ոնց ես իմանալ, որ դու կանալու ես վարձով տաս ու ինչ գնով։ Դա ռիսկ է։ Նու նայ, այստեղ հիմա Երևանում արդեն པարզ երևում է, որ ոնց որ թաղամասը սարքում են որպես բնակելի թաղամաս, որ նախագիծը ներդրումային նախագիծը, սա ոնց որ արդեն այդ խնդիրը դուրս է գալիս շարքից մանրից Հայաստանում։ Այսինքն դու առնելով գույքը հստակ իմանում ես, այդ գույքը ինչի համար է նախատեսված, օրինակ հիմա կա Մայլերը, որ Ագրագացի մոտ ինչ որ ներդրումային ծրագիր է բան իրականացնում, Դիլիջանում կան տենց Ծաղկաձորում եւ այլ քաղաքներում կան հատուկ ներդրումային ծրագրեր ու իրանք հստակ ես նշում են, որ եկամտաբերությունը մոտավորապես տարեկան այսքան է լինելու, սա ներդրումային ծրագիր է եւ այլն։ Դրա համար ինչու ոչ, ինչու չներդնել, եթե հնարավորություն կա։ Բայց այդ ներդրումային ծրագրերը ինչ բան ունեն, վստահություն որ այդքան ներդրումային եկամտաբերություն կլինի։ Օրինակ կար այդպես ասում եմ 12.75% եկամտաբերություն ունի։ Պարզ է, եթե sense եկամտաբերություն լիներ, հիմա սա ոնց որ ֆոնդերը այնտեղ սա կառնեն երևի, եթե նման ինչ-որ բան։ Հարցերն է, որ հաճախ ռիսկերը, երբ որ սովորական մարդիկ են գնում, մինչև վերջ չեմ նշվում, այդ է ցավալին։ Ու մարդիկ պետք է հասկանան, ես չեմ ասում ներդրում չանեն, նորից ես պարզապես քայմում գայս եմ պրոֆեսիոնալ դաշտից։ Պրոֆեսիոնալ դաշտում դու
առաջին հերթին ռիսկերն ես հասկանում, հետո քո նպատակները ու դրա կառուցումը սպորտվել։ Եվ դա նման է ոնց որ դուրս ես գալի բոքսի ռինգ, հարվածը ստացար նոկաուտը կամ ուժեղ հարված ստացար, բայց դու գիտես հաջորդ քայլին ուրեմն ինչ պետք է անես։ Քո ստրատեգիան դու ըստ դրա նախորդ գիտես, եթե այստեղ հարված եղավ, ես ինչ եմ անելու։ Եթե տնտեսական այսպես մի հատ փոփոխական շարժվեց, ես ինչ եմ անելու եւ այլն։ Իսկ եթե դու դա չես անում, կույր ձևով ես գնում ներդրման, դա ոնց որ շավլը ռիսկային է։ Հիմա դրա համար եմ ասում, որ այդ communication-ը գնում է, որ messaging-ը գնում է, որ ենթադրենք առնում ես այստեղ ու հանգիստ ստանում ես 12-75%, բա որ տուրիստական հոսքը հանկարծ կանգնի։ Ինչ ա լինում այդ դեպքում։ Փակում ես դուրը, սպասում ես մինչև նորից գա։ Այդ բնակարանը նենց չի, իդես ցնդելու է ասենց կորել։ Հա, բայց եթե դու դրա բան ես արել, վարկ ես վերցրել, որ հավասարես, մեկը վարկի տոկոսը պետք է փակես, չէ՞։ Ու եկամտահարկ։ Հա, եկամտահարկը Գործում է դիլիջանում։ Հա։ Ինչու ոչ, ինչու չվերցնել։ Հա, դա որ իրականում շատ երկրներում անշարժ գույքը հիմնական ներդրումային գործիքն է դառնում այդ պատճառով նաև, որ այնքան ֆիսկալ խթաններ կան, որ ինչու չանես, էլի, ոնց որ ռիսկը ահավոր ինչնում է ու դու դրա հաշվին անկախ գնից եւ այլն, անկախ բանես մտնում ես ու դա նաև այդ ֆիսկալ գործիքը փաստորեն խթանը հանդիսանում, որ մակրո մակարդակով տնտեսությունը թափանիվը սկսի աշխատել, ոնց որ այս բարագայում եղավ։ Հիմա պատկերացնենք օրինակ նույն Ամերիկայի դեպքում Հայաստանում էլ է դա ակտուալ է, Հայաստանում թափես արժեթղթերի շուկա չկա, բայց այն քիչ տեղերից է, որ դուք շատ փոքր գումար դնելով ստանում ես մեծ ակտիվ, չէ՞։ Նույն Հայաստանում ենթադրենք դու կարաս 10% կանխավճար տաս $20,000, առնես ենենք $200,000 տուն։ Հիմա եթե տանգին 10% հաճի, դառնա 240, քո դրած $20,000 դառնում է $60,000, եռապատկվում է, չէ՞։ Այսինքն ստացվեց, որ դու մեծ եկամտաբերություն ստացես, ֆինանսական լծակ ես ստանում, մտնելով այդ վարկային գործիքների մեջ, որոնք որ բանկը քեզ տալիս է։ Հետաքրքիր է, ինձ թվում է լիքը թեմաներ քննարկեցինք այսօր։ Ես էլ ճիշտ ասած կխոսայի, լիքը հարցեր դեռ կան, բայց հասկանում եմ, որ դու նաև կենտրոնական բանկը չես, որ իմ հարցերին պատասխանես, դրա համար երևի այսքանով սահմանափակվենք։ Շնորհակալ եմ Արմեն։ Մերսի, քեզ էլ մերսի։